մասից հանրային քննարկում կանի։ Հանրային քննարկումը տեղի ունենալու ինձ հետ եւ այստեղից ես չեմ գնալու կամ հանրային քննարկումը պիտի չիրականանա կամ էլ ինքը Դուք նորքի բնակիչ եք, չէ՞։ գլուխը պատին է տվել, նորից եմ ասում, տղա չի ինքը, տղեն չի զանգում, հայհոյանք տալի հեռախոսով ու հետո փախնում։ Հայհոյանք չի, եթե ուրեմն լսեք, եթե դա հայհոյանք չի, ես հիմա գտնվում եմ Նորնուկ վարչակարգի շենքում։ Երեք ինքը, եթե դա հայհոյանք չի համարում, որ մտել է ընտանիք, իր այդ արտահայտությունն եմ կերտում, եթե դա հայհոյանք չի, Տեր Մարգարան, գիշերը ես գամ, տան խրախճանքը ձայնագրեմ ու հրապարակեմ կայքերով ու եթե մութը լինի գիշերով, այդ մոմը ես պահեմ ու այդ ձեր տան խրախճանքը ձայնագրեմ։ Պարոն Չախյան, դուք գնում եք իրենց սադրանքին եւ տրվում եք սադրանքին, հա, բայց դուք հայյանք չի ստանում են իվերջո դուք հանրային վերահսկողական ֆունկցիա եք ձեր վերցրել ձերա եւ դուք եթե չեմ սխալվում հենց նորքի բնակիչ եք, այսինքն դուք լիովին իրավունք ունեք եւ որպես բլոգեր եւ որպես տեղի բնակիչ մասնակցելու այստեղ հանրային քննարկումներին, որը իրականացվում է ինչի մասին։ Շենքի կառուցապատման։ Դրա վերաբերյալ բայց ձեզ փաստորեն սադրանքներ են ենթարկում ու ծայրի են ենթարկում։ Ամեն ինչ լուսաբանվել է, հուսամ հենց այդ կադրն էլ կա։ Իհարկե կա։ Շատ ավելի լավ բարի, ճիշտ ասում եք նոր եմ իմանում եմ, որ ավելի լավ որ կադրերը ֆիքսվել է։ Հիմա ասեմ հետեւյալը։ Ըստ երևույթի ես տվյալ դեպքում պետք է ճանաչվեմ տուժով, որտեղ հարցակումը ինձ վրա է։ Նորից չեն անի, ինչպես։ Նայ, հիմա տեսեք ուշադրություն տեսեք, շատ կարևոր հանգամանք է, ինչա տեղի ունենում։ Կարևոր է, Ժողովուրդ ջան, բոլորդ ուշադրություն դարձեք։ Ոստիկանությունը իմ հետ խոսում ասում արի կենտրոնական բաժին։ Ես որպես իմ պատկերացումով ես դուժով եմ ճանաչվում։ Ով որ ինձ վրա հարցակվել է, բաժին չեն տանում, ոչ ոքին չեն ձերբակալում, ու վարչակարգաշրջանի ղեկավարը ասում է հանրային քննարկումը կկայանա առանց իրա, գլուխը պատին է տվել, ոստիկանության միջոցով փորձում է Այսինքն նրանք բերման պիտի ենթարկվեն, բայց դուք եք բերման ենթարկվում, որպեսզի չխանգարեք քաղաքապետի ազատ տեղաշարժը իր ղեկավարած ձերբակալ են տանեն, բայց ի՞նչ է նշանակում, ինձ ձերբակալ են տանեն ոստիկան հանրային քննարկումը ելնի, չկա տես բան։ Իդեպ դուք ունեք պաշտպան, թե ոչ։ Ինչա, հա, ինչ։ Երեկվա դեպքերից հետո չէիք վախենում, որ նման վախենում։ Լավ, մի հատ հարց էլի, որ դուք այդ հարցը տասը չէիք վախենում, ինձ վրա մահափորձ են կատարել 3 հոգով շքամուտքի մոտ։ Բանակով եկել խփել են, բռնել են լավները, գլուխները բռնել են, ոստիկանության եմ հասնել, իմ վրա տարբեր ձևի էլի մահափորձ է եղել հացինով, այսինքն այդքան ժամանակից հետո իմ մոտ բան չի փոխվել, չի վախեցել, երեկվա միջադեպից հետո էլի եկել եմ մստել, էլի չեմ վախենում, ու էլի չկայացող քաղաքապետի սենյակի դերն եմ, էլի չեմ վախենում, մի մասելիկը ասում եմ։ Արդեն քննարկումը սկսվել է, կարծես ընդհանրապես։ Հիմա։ Կարծես Չէ, եթե քննարկումը Հարգելի ոստիկաններ, դուք ինչ հիմքով եք բերման ենթարկվում։ Առանց չէ, Ոստիկանությունը ինչ իրավունք ունեք, ախպեր ինչ իրավունք ունեք սենց բան անեք։ Ի հանրային քննարկումը ախպեր, օրենքի ակտ տվեք։ Ընկեր, սենց ճիշտ չկա, ընկեր, սենց ճիշտ չկա։ Ընկեր, խափելով չի ծերը, չէ, ակտեր կա, բաներ կա, ես բնակիչ եմ, ես պիտի իմ կարծիքը արտահայտեմ, խափելով չեն ելնում, չէ ախպեր։ Թողեք ընկեր, դուք հենց հիմա իմ սահմանադրական իրավունքները խախտում եք ընկեր։ Իմ սահմանադրական իրավունքները խախտում եք։ Իրավական ակտ նշեք, ամեն ձերբակալում։ Դե ախպետը չի լումը տենց, հոտեց չի դուլտվություն չեն սրծնում։ Ամենայն հարգակում դուք եք մի քիչ առաջ ասում, հանրային քննարկումը չի կայանալու։ Քեզի գնանք բաժին ցուցմունք տա, բայց իտոգում կայանում է։ Դա շինում է, իրանք էլ ասում չի կայանում, անցեք դա, չէ ախպեր թողեք, դե թողեք խիք, ժողովուրդ, տեսի, ակնհայտ, շի թուտվություն է դա։ Այր որ քեզի մի քիչ հանգիստ պայես, կարող է մտնես ներս։ Հանգիստ եմ, պարոն ոստիկյան, խնդրում եմ ձեզ, ես հանգիստ եմ, կոռեկտ եմ, դե բաց տոնով չեմ խոսում։
Խնդրում եմ ինձ թույլ տալ մտնել։ Ոչ մենք ձեզ նաև մեզ, լրատվականին, որովհետև լրագրողների համար քննարկում է, որ իրազեկվել է այդ կողմից բնակի չեմ Կողմնակապետն է, բարի ձեզ։ Խնդրում եմ թույլ տվեք, ես Մասնակցության ինչու դուք չեն տալիս մտնել։ Բախած ոնց այլ ախր չկասես ճիշտ էլի։ Այսինքն ով ուզի մտնի ես չմտնեմ։ Ախր հանեք քննարկում է։ այսինքն զարկ ստացա եւ վրա հանգ ստացա։ Ախր չեն տալու։ Չեն հանգստել շինոց է դնում։ Շինոց չեն տալու։ Չեն տալու ասել։ Կներեք, դի չկով եք ձերբակալում, երբ իրեն հարվածողներին պիտի վերնայետը։ Բայց դուք ինչ չկով եք վերնայետը։ Ապրես ես ճիշտ չկասած Հարգելի ոստիկաններ, դուք մարտավոր եք, հարությանը բացատրություն տա։ Տղաջա, խոսեմ սովորի, դու ոստիկանես անդամեն է, իմ ծառայողն ես։ Դու հարային ծառայող ես, դու քեզ պարքի պահի։ Այս ինչ ձև էր, են ուս կողմից պիտի իջնեի։ Նայ հատուկ խոչընդոտում է։ Դուք ինչու բերման չեք ենթարկում, այդպիսի զանգ ու հրահանգ չտացաք, հարգելի ոստիկաններ։ Նավ հարվածում է, փաստորեն խրախուսվում է, նավ հայհոյում է, խրախուսվում է, նավ պիտի հանրային վերահսկողություն իրականացնի, նա պատժվում է, ճիշտ ենք հասկանում եք, ուսացնում եք այդ մարդուն։ Այսքան հանրային վերահսկողություն այլևս պատժելի է։ Այս դուք հատուկ եք դանդաղ քայլում։ Թողեք անցնի, ես Շշուտի չեք, այն կողմից խոչընդոտում են հատուկ, որ չնկարեք։ Հետ ենք գալիս թաղապետարան։ Քո կամերան ջարդել են, ոստիկանները։ Բացեք անցնենք։ Բարոն ավակ, լեյտենանտ, ինչ մեղադրանքով ասում եմ։ Ոստիկանությունը շատ վատ է իրեն դրսևորում, խոչընդոտում է լրագրողների գործունեությունը եւ ակնհայտորեն պաշտպանում է վարչական աշխատողին։ Կներեք դուք կներկայանաք ոսկի շղթայի ոստիկան, կներկայանաք դուք ով եք եւ դուք զանգեր եք ստանում ու միանգամից բերման ենթարկեցիք։ Նոր-նոր ինչն եք։ ոստիկանություն։ Ձեր անուն ազգանունը։ Ասում չեմ տալու։ Դուք ասունի չեք տալիս։ լրատվակը մի բրթի։ Չենք հրում, չենք բրթում, քայլում ենք եւ դուք զանգ ստացաք, որից հետո անմիջապես անհարկի բերման եք ենթարկում։ Կներեք, ներկայացեք խնդրում եմ եւ տվեք ցանկանում ձեր արդյունքի պատասխանը Դուք պարտեիչն եք խոչընդոտում, դու կարող ես խոչընդոտել մենք չէ։ Լսեք, մի խանգարեք մեր աշխատանքը։ Ինչ աշխատանք եմ խանգարում, այսինքն բերման ենթարկել մարդուն, ով տեղի բնակիչ է, առանց հիմքերի, առանց գրավոր փաստաթղթի։ Մի կաշկանդեք, աշխատում ենք։ Բոլորին ձերբակալեք տարեք բաշխ։ Բայց դեպքում ինչու առաջինը հենց իրենց չձերբակալեցիք, հարգելիս։
Խնդրում եմ ներկայացեք որպեսզի ձեզ էլի թողեք ես իմ գործը անեմ։ Հերո մնա։ խղճահարություն մի առաջացրեք, դուք պաշտոնյա եք եւ շատ լավ է, ուրախ եմ։ Ես Սյուզան Բադոյան, ներկայացեք, խնդրում եմ, որպեսզի մենք մի քիչ ավելի աշխատանքային շփվենք։ Զգացմունքային բաներ մի արեք, չի սազում ձեզ։